Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք կարմիր լոբով ճաշ, լոբախաշու, կպատրաստեմ և սիրով կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Վերցնում ենք լոբին լավ լվանում ենք, լցնում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք սառը ջուր և դնում ենք կրակի։ Եփելու ենք մարմանդ, հենց տեսնենք, որ ջուրը պակասում է, նորից վրան ջուր ենք ավելացնում, այս տարբերակով լոբին ավելի շուտ է եփվում։ Ահա այսպես քիչ ջրով մարմանդ կրակի վրա եփում ենք լոբին, հենց ջուրը տեսնում ենք, որ շատ է պակասել, նորից ավելացնում ենք եռման ջուր, այնքան մինչև որ տեսնենք լոբին ամբողջությամբ եփվել է։ Ինձ մոտ արդեն բավականաչափ եփվել է լոբին, արդեն կավելացնեմ այնքան ջուր, որը հարկավոր է ճաշի համար։ Երբ տեսնում ենք, որ լոբին ահա այսպես եփվել է, արդեն կարող ենք պատրաստել սոխարածը։ Կտրատում ենք սոխը, որքան հնարավոր է մանր։ Տապակի մեջ յուղ կամ կարագ ենք դնում և սկսում ենք սոխարած անել, լցնում ենք սոխը, տապակում ենք այնքան, մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա։ Այնուհետև մանր մանրացնում ենք ընկույզը։ Սա պարտադիր չէ, սակայն ընկույզով շատ ավելի համեղ է ստացվում։ Այնուհետև մանրացնում ենք թարմ կանաչին։ Այնուհետև սոխարածի վրա ավելացնում ենք ալյուր, լավ խառնում ենք, ավելացնում ենք կարմիր պղպեղ, չորացրած խառը կանաչի և մանրացրած ընկույզը։ Այնուհետև արդեն լավ եփված լոբուն ավելացնում ենք աղես ճաշակի, իջեցնում ենք կրակ և մի փոքր ահա այսպես տրորում ենք լոբին։ Տրորելուց հետո ահա այսպիսի տեսք է ունենում մեր ճաշը, այժմ անհրաժեշտ է ավելացնել պատրաստած սոխարածը։ Սոխարածը ավելացնելուց հետո 1-2 րոպե եռացնում ենք և վերջում ավելացնում ենք թարմ կտրատած կանաչին և անջատում ենք կրակը։ Եվ էլ ինչ լոբով ճաշ առանց սխտորի և թթվի, ահա այսպես ճզմում ենք սխտորը։ Մեր համեղ ճաշը լցնում ենք ափսեի մեջ, վրան ավելացնում ենք սխտոր ըստ ճաշակի, լավ խառնում ենք և համտեսում ենք շատ համեղ թթվով, որի բաղադրատոմսը կայ իմ ալիքում կարող եք դիտել։ Ահա և վերջ սիրելի հետևորդներ, այսօր էլ այսպիսի համեղություն էի պատրաստել ձեզ համար, դուք նույնպես պատրաստեք, մանավանդ աշնան այս ցուրտ եղանակին։ Ահա և վերջ սիրելի հետևորդներ, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։